Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն անսրված ծրագիրն է։ Բալաթա որբանոցի պատմությունն բացահայտում մի ամբողջ դարաշրջան։ Իրանազոն հարձակվալա տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին Իրան Հարաչի Աջարյան հայ լուզվի անխոչ պահապանը։ Արդյոք գշպետը հուզում ավեր Իրան ներկայությունով հիշեցնում էր Արցախ-Ադրբեջան Տիգրան Աբրահամյան, Արայի ճակատամարտը ու Քեսապցի կամավորներին սխրանքը 1944 թվի Հարթֆորդի կրկեսի հրդեհնը հայ համայնքի հիշողությունը Մկրտիչ 7 եղբայրյան Ուրֆա ինքնապաշտպանության հերոս Ֆիդային Զեյթունա հերոսամարտի քաջ մասնակիցներ Ամինը Թոփուս Սարգիսը Բալաթա հայկական որբանոցի արխիվային փաստաթղթերը արժեքավոր տեղեկություններին փոխանցում Պերվիոյի համաշխարհային կռվից հետո փրկված հայ որբերի կյանքի ու իրենց որոնման ու վերականգնման ջանքերի մասին։ Փաստաթղթերում պահպանվալը մխլա անձնական պատմությունները վերվկայում խոխորձը փրկության, խնամքի ու կրթության կազմակերպման մասին։ Դրանցից մինը Էրզրումա 8-ամյա Նազենիկի պատմությունն վերը 1919 թվականին հայտնաբերվալու հանձնվալա Բալաթա որբանոց։ Արխիվներում պահպանված է նաև տեղեկատվություն Հայաստանը տարբեր բնակավայրերը Ստամբուլ տեղափոխված մխլա այլ որբերի մասին։ Որբանոցագործունեությունը սահմանափակվելիս չլան մենակ ապաստան տրամադրելով նպատականացալ խոխորձը կրթություն տա, մասնագիտություն սվրցնի քյոմագյաններ իրենց ապագա կյանքը կազմակերպելի հարցումը։ Այդ նպատակով իրականացվելիս են նաև որդեգրման ու ընտանիքների կազմելի ծրագրեր։ Արխիվային նյութերը ներկայացնում են համ պատմական փաստեր, համ էլ մարդկային ճակատագրեր լի հույսերով, դիժիրոթուներով ու թայզակյանք սարքելի ձգտմամբ։ Այս պատմությունները կարևոր աղբյուր են հայ ժողովրդի անցյալի ու ցեղասպանության յետը վերապրածների կյանքի ուսումնասիրման հետի։ Իրանազինված ուժերի Խաթամ ալ-Անբիա ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել էր Ամերիկայի հարվածներին պատասխան իրանական բանակը հարձակվալա տարածաշրջանում գտնվող ամերիկյան մի քանի բազաների ու ամերիկյան շահերին առնչվող 29 օբյեկտների հաղորդումը Press TV։ Ամերիկայի բանակը պետք է գիտի վեր, եթե կրկնե ցանկացած ագրեսիա Իրանական Իսլամական Հանրապետության դեմ, ապա տարածաշրջանում ընտրված թիրախների ուղղությունով հասցվելուն ավելի լուրջ ու լայնածավալ հարվածն է, ասում է հայտարարության մեջ։ 2026 թվականին լրանման հայ մզլեզվաբան ակադեմիկոս Հրաչի Աջարյանի ծննդյան 150-ամյակը Իրանանու վաղուց դարալա հայ լեզվագիտության գիտական նվիրումի ու ազգային ինքնության պահպանման խորհրդանիշը 1976 թվականին Կոստանդնուպոլսում ծնված Աջարյանը Հալամ Ջահիլ տարիքից աչքի ելալնկներից լեզուների նկատմամբ բացառիկ հետաքրքրությունով ինքը կրթություն ստացած եվրոպական հեղինակավոր համալսարաններում ուսումնասիրելով լեզվաբանություն, հայագիտությունը, հնդեվրոպական լեզուն է։ Իրան գիտական գործունեության վաղտը տիրապետալա մխլա լեզուները ու ստեղծալա հայ լեզվագիտության հիմնարար աշխատություն է։ Աջարյանի ամենանշանավոր գործերանն հայերեն արմատական բառարանը, հայոց անձանունների բառարանը ու հայ բարբառագիտությունը։ Այս աշխատությունները մինչ օրս մնաման հայագիտական ուսումնասիրությունների անփոխարինելի աղբյուրները ու կարևոր դեր են խաղանում հայ լեզվի պատմության ու զարգացման ուսումնասիրության մեջին։ Հայերի ցեղասպանության յետը ինքը հաստատվալա Հայաստանում ու տրալա Երևանա պետական համալսարանի ամենահարգված դասախոսների ամինը իրան սաղ կյանքը նվիրելով գիտության համայնքի լեզվի պահպանմանը։ Հրաչի Աջարյանի գործունեությունը շատ ավելի լայն նշանակություն ունեցավ, քան պարզապես գիտական աշխատանքը։ Իրան հետի լեզուն ազգային հիշողության մշակույթի ու ինքնության կրողն այլալ։ Ինքը հավատալիս այլալ վեր ժողովուրդը կարե հաղթահարը մխլա դժվարությունը, եթե կարե պահպանել իրան լեզունա մշակութային ժառանգությունը սորվեր հայերենը կաղնածած հայզամարտահրավերների Հրաչի Աջարյանի պատգամը շարունակում արձիական մնալը։ Իրան թողած հարու ժառանգությունը հիշեցնում ավեր մայրենի լեզվի պահպանումը համաշակութային համերազգային կարևորագույն պարտականությունն Հրաչի Աջարյանի 150-ամյակը լավ առիթ է եւս մեհ հետ արժևորելու իրան վաստակը ու վերագտնելի սերը հայոց լեզվի նկատմամբ։ Արևելյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվոնիմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Զինված ուժերի ԳՇՊՏ ազգային ժողովը հայտարարել էր վեր մայիսի 28-ի զորահանդեսին վխտեն հուզվալը։ Հետաքրքիր է Արցախը ադրբեջանացման, իրան շեֆի Արցախը Ադրբեջան հրճակելին վխտեն Ասիրյան հուզվալը թա համարալ ավեր Հայաստանը ըզադվալա թոկից։ ԳՇՊՏ հուզվալը Իրան ու Իրան իշխանության 44 օրյա կռվի ու 2023-ի սեպտեմբերյան հարձակման դերդան որպես ավար Ադրբեջանին հանձնված ռազմական տեխնիկա ու սպառազինության հետի։ Արդյոք հուզումը Ասիրյանը վեր Իրան քաղաքական ղեկավար Իրան հայտարարությունները ավետիրախավորում իրեն ենթակա անձնակազմին։ Անարգում մեր նահատակներին հիշատակը, քաշքաշանում իրենց ծնողներին։ Ասիրյան աշկերը լցնվում ավեր Փաշինյանը լկտի բառապաշար օգտագործում իրան հայրենակիցների նկատմամբ։ Արդյոք ԳՇՊՏ հուզում ավեր իրան ներկայացնավը հիշեցնում վեր Արցախը Ադրբեջանը, իսկ իրան ծառայությունը Արցախին վեճ հայրենիքի պաշտպանությունը այլ երկրի շահերին ծառայություն։ Հարցադրումները շատ են, իսկ պատասխանները կանխատեսելի։
Արարայի ճակատամարտը առաջին համաշխարհային պատերազմի վերջին փուլում տարալա կարևոր դրվագ Օսմանյան ուժերի դեմ դաշնակիցների հաղթանակի մեջին։ Այս հաղթանակի մեջին առանձնահատուկ դեր ունեցավ հայկական արևելյան լեգիոնը, վերիկազում ըստ թիվ էին կազմում քեսապցի կամավորները։ Ամերիկայում այլ վայրերում բնակություն հաստատած քեսապցիների անշատերը միացան լեգիոնին, նրանց գտնելով ռազմական պատրաստություն Կիպրոսում ու Եգիպտոսում։ Իրանք հետագայում մասնակցան Պաղեստինի ճակատին տռնալով դաշնակից բանակի կարևոր ուժերի ամինը։ 1918 թվականի սեպտեմբերի 19-ին գեներալ Էդմունդ Ալենբի ղեկավարությունով սկսված լայնածավալ հարձակման վաղտը հայկական լեգիոնը մասնակցել է Արարայի բարձունքների գրոհին։ Քեսապցակամավորները ու մյուս հայ մարտիկները վճռական հարվածն հսցրալ թշնամու պաշտպանական դիրքերին, նպաստելով ռազմական բարձունքի գրավմանը։ Վերը համարվելիս էր գրեթե անառիկ։ Հայ կամավորների խիզախ հարձակումը ճեղքալա թուրքական ու գերմանական պաշտպանական գծերը ու արագացրալ սաղ ճակատի փլուզումը։ Այս գործողությունը տարալ Արարայի հաղթանակի առանցքային պահերամինը։ Ճակատամարտի ընթացքում հայ լեգիոնը ունեցավ զոհեր, վիրավորներ, այդ թվում քեսապցի կամավորներ, վեր իրանց կյանքը տվալան հայրենիքի ու ազատագրության գաղափարի հետի։ Իրանց զոհաբերությունը մնացավ որպես վկայություն մեծ ներգրավվածության, վեր արևմտահայ ու սփյուռքահայ կամավորները ունեցան համաշխարհային պատմական իրադարձությունները։ Արարային ճակատամարտը ստոր հիշվում է ոչ միայն որպես ռազմական հաղթանակ, այլ նաև որպես հայ կամավորների միասնականության, ինքնազոհության ու ազգային գիտակցության կարևոր խորհրդանիշ։ 1944 թվականի հուլիսի 6-ին Ամերիկայի Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում ողբերգական հրդեհ ելել Ռինգլինգ, Ախպերք, Բարնում ու Բեյլի կրկեսին վրանումը, որի հետևանքով զոհվել առնվազն 167 մարդ, հարյուրավորները վիրավորվել են։ Այդ օրը կրկեսմալ է նաև հայազգի Ալիս Բոյաջյանը, նրա երկու կուճեր խոխորձը Ֆրեդի ու Ստիվենին հետ։ Իրանք եկածել են ընտանիքով սովորական ուրախ անցկացնելի հետի, բայց կրակը վայրկյանների ընթացքում վերածալ ներկայացումը մահաբերաղետի։ Մամանախոխեքը զոհվել են այդ ողբերգության վաղտը։ Ալիս Բոյաջյանը ծնված արել Հարթֆորդում, Արևմտյան Հայաստան ընտանիքի զավակա։ Իրան ճակատագիրը տարալա ՄՄՑ ցանցի մեծ մասը, շտեղ սփռված հայ ընտանիքները ցեղասպանությունից հետո ձևավորված Սփյուռքում շարունակել լսնել, ապրել, աշխատել ու մտածնել իրենց զավակներին թեզա երկրներում հիշելով իրենց արմատները։ Այս պատմությունը միայն մեկ ընտանիքի կորուստ չի, նաև խորհրդանշում Արևմտյան Հայաստանը հայության ճակատագիրը, ցավով, կորուստով, բայց նաև շարունակական կյանքով ու հիշողությունով։ Հռու հայրենիքան Արևմտյան Հայաստան ձևավորված ծերունները տրալն թեզա իրականությունների մասնակիցներ, բայց իրենց պատմությունները մնացան կապված նույն ընդհանուր ազգային հիշողության հետ։ Հարթֆորդի հետևը հիշեցնում է վեր հայ ժողովրդի պատմությունը շարունակում է ոչ միայն հայրենի հողի երա, այլ նաև աշխարհամին տարածված կյանքերում շտեղ յուրաքանչյուր ընտանիքի պատմություն մասնատառում ՄԸՑ հավաքական հիշողության։ Մկրտիչ 7 եղբայրյա Իլալա հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր գործիչներն ու 1915 թվականի Ուրֆայի հերոսական ինքնապաշտպանության գլխավոր ղեկավարները մինը։ Ծնվել է Ուրֆա քաղաքում, Օսմանյան կայսրություն։ Վաղ տարիքից նվիրվել է հայ բնակչության իրավունքների պաշտպանությանը, ազգային ազատագրական պայքարին։ 1910 թվականին ձևավորել է ու զինալ է տեղական ինքնապաշտպանական ջոկատ, կանխատեսելով խաղաղ բնակչության հետի հնարավոր վտանգները։ 1915 թվականին նա շունքը մկրտիչ 7 եղբայրյանը ղեկավարել է Ուրֆայի հայության զինված դիմադրությունը, առաջացող թուրքական կանոնավոր զորքերի ու ժանդարմերիայի դեմ կազմակերպելով համառ ու վճռական պաշտպանություն թվավ գերազանցող ուժերի դեմ։ Ինքը զոհվել է 1915 թվականին աշունքը մարտերին վաղտը գերեվարելի փոխարեն ընտրելով մարտում մահը։ Նկարում ինքը պատկերված է հայկական ֆիդայական ավանդական հագուստով, ձերքին հրացան, իսկ կրծքին փամփշտակալներ։ Զեյթունը 1895-ից 1896 թվերի ապստամբությունը հայ ժողովրդի պատասխանն արել Համիդյան կոտորածներին ու բռնաճնշումներին։ Օսմանյան իշխանությունները փորձել են ճնշել Զեյթունա լեռնային շրջանի դիմադրողական ոգին, բայց հանդիպան կազմակերպված ու վճռական ինքնապաշտպանությամբ։ Այս պայքարում կարևոր դեր են ունեցալ հունձ տեղական զեյթունցիները, դել ազգային ուժերի կողմից ուղարկված կամավորները, այդ թվում հնչակյան գործիչներ ու հայտնի հայդուկներ։ Իրենց նպատակն է ամրացնել լեռնագավառի պաշտպանությունը ու համակարգել դիմադրությունը։ Հերոսամարտին վաղտը առանձնանում է Թոփու, Սարգիսը, Քաջամարտիկ մարտիկների մինը վեր իր մասնակցությունով համալրալ Զեյթունա պաշտպանների շարքեր ու տռալա դիմադրության ոգու խորհրդանիշները։ Պատմական կռիվներին վաղտը զեյթունցիները նշանցն տվալ բացառիկ տոկունություն ու մարտական պատրաստվածություն ծանր հարվածներ հսցնելով սուլթանական զորքերին։ Հաղորդումավեր թշնամին կրալած ծանր կորուստն ու ստիպված նահանջը մարտադաշտում թողելով հազարավոր զոհեր ու մեծ քանակությամբ զինամթերք։ Զեյթունա հերոսամարտը մնացավ որպես հայ ժողովրդի ազատասիրության ու ինքնապաշտպանական պայքարի կարևոր էջերամինը, իսկ Թոփու, Սարգիսի նման մարտիկները այդ պայքարի կենթանի խորհրդանիշն են։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։